شما با حضور گسترده و شجاعانه Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահի Մուհամմադ Ռեզա Փահլավի ժառանգն է, որը Իրանում իշխանափոխության կոչերով է հանդես գալիս։ Վաշինգտոնում բնակվող 66-ամյա գործիչը բացահայտ դիմում է իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ վերջ դնել Իսլամական Հանրապետության իշխանությանը։ Փահլավին տարիներ շարունակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ ըստ տարբեր աղբյուրների վայելում է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, երիտասարդ տարիներին ծառայել է շահական զինված ուժերում, իսկ 17 տարեկանում մեկնել Միացյալ Նահանգներ ռազմական օդաչուի պատրաստություն անցնելու։ Նա ուսումնառություն է ստացել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում Ռիզի ռազմաօդային բազայում, պատրաստվելով կործանիչ ինքնաթիռների օդաչուի մասնագիտությանը։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Փահլավին այդպես էլ չվերադարձավ Իրան։ 7 տարեկանում ինքնահռչակված գահաժառանգը երբեք չգահակալեց, իսկ հորմահից 1 տարի անց դարձավ Փահլավիների տան ղեկավարը։ Միացյալ Նահանգներում գտնվելու տարիներին նա չի դադարել կոչ անել Իրանին անցնել դեմոկրատական աշխարհի կառավարման համակարգին։ Փահլավին 3 գիրք է գրել Իրանի մասին։ Գահանկեց շահի ժառանգը առավել հայտնի է իր բացահայտ արևմտամետ դիրքորոշումներով։ Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան եւ ստանձնել երկրի ղեկավարությունը, վերականգնելով մենիշխանությունը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ վերջին օրերին Իրանում արձանագրված անկարգությունների քաղաքական ֆոնին շահի ժառանգի դերակատարումն ու ազդեցությունը հաճախ ուռճացվում է։ Նրա խոսքով Փահլավին չունի լայն աջակցություն Իսլամական Հանրապետությունում, թեև ակտիվորեն ներգրավված է արտաքին քաղաքական հարթակներում։ Հատկանշական է, որ Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ընթացքում Փահլավին հայտարարել էր. դրանք վիթխարի ծառայություններ են մատուցում Իրանի ժողովրդին։ 12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով, ինչը ըստ էության չի կարելի որևէ պարագայում, եթե նույնիսկ գործ ունես քեզ համար, ասեմ այսպես, անընդունելի վարչակարգի հետ քո հայրենիքում, բայց այսուհանդերձ մենք դա տեսանք, ուստի չի բացառվում, որ հենց իսրայելական կողմից էլ փորձ է կատարվում նրա կերպարը ուռճացնել։ Վերջին հայտարարություններում Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցիներին գրավել քաղաքների կենտրոնները եւ պատրաստվել իր վերադարձին։ Այդ կոչերից հետո, ինչպես հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, երկրում արձանագրվել են զինված ահաբեկչական հարձակումներ։ Ռեզա Փահլավին մի քանի անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում սպասվում է հերթական հանդիպումը։ 2 տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Իսրայել, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հենց Նեթանյահուի կամ իսրայելական այսպես վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թրամփն էլ խոստովանում է, ճանաչում է Ռեզա Փահլավիին, ասում է՝ լավ տղա է։ Սեդա Մակարյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։